107 պատգամավորի, այդ թվում ձեզ նամակ է ուղարկվել, ինչ կարծիք ունեք և այս առաջարկի հետ կապված արդյոք Մարդ են ման գալիս նաև կուպեից, որ միանա, որպեսզի մեկնարկը տրվի։ Դες 4 տարի է Մարդ են ման գալիս, 4 չէ, երևի 7 տարի է Մարդ են ման գալիս, մեկ մի քիչ ակտիվ, մեկ մի քիչ պասիվ, բայց Մարդ են ման գալիս, ու տենց կշարունակեն ման գալիս թվում է, ու տենց էլ չեն գտնի։ Իսկ ինչու հիմա ակտիվացավ այս իմպիչմենթի թեման։ Գարուն ամառ բաննա հավաքածուի քաղաքական ցուցադրության ժամանակահատվածն է եկել։ Հիշում եք, որ ազգային ժողովն օրեր ընտրվի, ասում են դե 6 ամիս հետո ծրվելու է, հետո ասում էին, որ վարչապետը հրաժարական է տալու, որ ու նույնիսկ բացատրում էին, ասում էին, որովհետև ԿՊ-ի հետ հիմա հաճախ է հանդիպում, հետո այդ նույն մարդիկ բացատրում ասում էին, դե իրան պետք է, որպեսզի ինքը այդ Ադրբեջանի հետ գործի, մի խոսքով էս հերթական բաների մեջ է, բայց խնդիրը կայանում է նրանում, որ իշխանությունը այնքան բաց է ու այնքան հաճախ է ամեն ինչ բացատրում եւ խոսում, որ կարծում եմ այդ շահարկումները, այդ բաները մեկ օրվա կյանք ունեցող գործընթաց է։ Ինչի մասին։ Չէ, ինչ ոնց կարա հիմք լինի, ինչի պետք է լինի։ Քաղաքականությունը, որ վարում եք, այն իրավիճակը, որ կա Հայաստանի սահմաններին անվտանգային բավարար չի։ Դե տեսեք, գիտեք ինչ այդ ինչ որ մեկից հանկության կարծիքի վրա հիմնված բան չի կարող լինել, հա։ Տեղի ունեցել 2021 թվականին ընտրություններ, որոնք որևիցե մեկի մոտ կասկած չեն առաջացրել, Հայաստանի Հանրապետությունը ունի օրինական ընտրված իշխանություն, այսօրվա հարցումները նույնիսկ ցույց են տալիս, որ իշխող խմբակցությունը առաջինն է հարցումներով եւ ամենամեծ սատարումն ունի Հայաստանի Հանրապետության ժողովրդի մոտ եւ չգիտեմ էլ ինչ պետք է լինի, այսինքն բոլոր տեսակի հարցումներ, օրինակ AR-ի հարցումը վերջին, որը ես տեսել եմ, ես չեմ հիշում կոնկրետ թիվը, թե ինչքան է դարձել, բայց ամենայն դեպս առաջի տեղով քաղաքացիական պայմանագիրն է եւ ես նաեւ կարող եմ ասել, որ վստահ եմ, որ եթե ընտրությունները նույնիսկ այսօր փաթ լինեն, ելի քաղաքացիական պայմանագիրը հաղթելու է այդ ընտրությունները հանրապետություն։ Հաջան։ Ես վստահ եմ, որ այո 50+1%-ով, իսկ 2026 թվականին մոտ կարող է նույնիսկ ավելի շատ տոկոսով։ Դե գիտեք ինչ, դուք էլ 2021 թվականի ընտրություններից հետո, որտեղ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը 54% հավաքեց, իսկ Գյումրիում մոտավորապես 60 քանի տոկոսից ավել, ընդամենը 2 ամիս հետո Գյումրիում 20% արդյունք գրանցեց եւ ես խնդրում եմ եւ հորդորում եմ եւ խորհուրդ եմ տալիս համապետական ընտրությունները եւ տեղային ընտրությունները որևիցե ձևով չհամեմատել եւ դա որպես չափանիշ չվերցնել Հայաստանի Հանրապետության Գյումրիի ընտրությունը չի կարող համապետական լույսին։ Ուրեմն դե ես դրա օրինակը բերեցի, խնդրում եմ մի ընդհատիր էլի ինձ, ես ամեն ինչի պատասխանում եմ։ Ընդհատելը որևիցե օգուտ չի տալու, ընդհատում ես։ Խնդրում եմ որևիցե քաղաքականացված, ես ինչ է Գյումրիին, հենց ամենահետաքրքիրն էր, որ Գյումրիի ընտրությունները ընդհակառակը փողոցների, ասֆալտապատման, տնակներում ապրող մարդկանց եւ Գյումրիի տեղական խնդիրների մասին ընտրությունները, որտեղ քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը հավաքեց գրեթե կրկնակի ավելի շատ ձայն, քան 2 տարի առաջ, 3 տարի առաջ տեղի ունեցած ընտրությունների ժամանակ եւ զբաղեցրեց առաջին տեղը։ Այսինքն, եթե նույնիսկ ձեր տրամաբանությամբ մենք նայում ենք, իմ ասածը նույնպես տեղավորվում է գնահատականների մեջ։ Եղել կրկնակի ավել, պարոն Սիմոնյան, դրանով։ Դա էլ լավ, այսինքն մեր ընտրողները գնացել են եւ քվեարկել են մեզ, ինչը օրինակ միգուցե կարծել են, որ առանց էլ մենք կընտրվենք, չեն արել, ենթադրենք 2-3 տարի առաջ։ Ես հասկանում եմ, անգլերեն մի հատ այնց արտահայտություն կա wishful thinking, ցանկալի բան մտածելակերպ, ես ցանկանում եմ, որ հաշվի առնելով, որ ես գտնվում եմ բացառապես ընդդիմադիր լրատվամիջոցների միկրոֆոնների ներքո, որ ես այդպես ցանկալի տարբերակային, որ Հայաստանի Հանրապետությունը ներողություն 2021 թվականին Հայաստանի Հանրապետության
ներսում տիրող իրավիճակը եւ այն տրամադրվածությունը, որոնք ունեն մեր ընդդիմադիր գործընկերները եւ նաեւ ընդդիմադիր լրատվամիջոցները, խոսում էին այն մասին, որ ընտրությունները քաղաքացիական պայմանագիրը պարտվելու է եւ այլ, բայց Հայաստանի Հանրապետության քաղաքացիները գնացին եւ 54% ձայն եւ ընդամենը 20-22% ձայն տվեցին ընդդիմությանը եւ ես չեմ պատրաստվում, ես չեմ կգալու է չէ 2026 թվականը, դուք էլ բարով խերով կգնաք ամեն մեկը ձեր նախընտրած տեխնացուին ձայն կտակ եւ կտեսնենք Հայաստանի Հանրապետության իշխանությունը, Հայաստանի Հանրապետության վարչապետը մեծ աջակցություն ունի եւ մենք դրա մասին խոսում ենք ոչ թե այնց մեզ խափելով կամ որևիցե բանալով, մենք մարդկանց հետ շփվում ենք, ես եմ մարդկանց հետ շփվում եւ խնդրում եմ ձեր լրատվամիջոցների, ձեր շրջապատի, ձեր ընկերների հետ նույն ընդդիմադիր տեխնացուների եւ բլոգերների շրջանակից դուրս հիշեք, որ բացի Facebook-ից դուրս նաեւ կյանք գոյություն ունի, ես հասկանում եմ, որ ամեն ինչ մեծականակ փողա ծախսվում դրսից, փողա գալիս դրսից, տարբեր տեղերից, մասնավորապես հյուսիսային մեր հարևանի մոտ կողմից եւ այլ Հայաստանի հանդեպ, այո, Ռուսաստանից, Հայաստանի հանդեպ տարվում է հիբրիդային պատերազմ, այդ հիբրիդային պատերազմը մեկ ակտիվանում է, երբ որ օրինակ ռուսական հեռուստաալիքներով բազմաթիվ անգամ տարբեր մեկնաբաններ, հաճախ նաև ցավոք սրտի հերու հայկական ազգանունների նշմարում ունեցող ազգանուն ունեցող մարդկանցով փորձում են Հայաստանի Հանրապետությունում իշխանություն փոխեն, միտինգների անոնսներ են անում եւ դա ասեմ, ես զգուշացնեմ, տեղեկացնեմ, կհիշեք հետո խոսքերս, դա 2026 թվականին էլ ավելի ակտիվանալու, նույնիսկ չեմ վախենում այդ բանը բարձրաձայն ասելուց, դա հակառակ ազդեցություն է ունենալու եւ ձեր ասած ենթադրենք X քանակի վարկանիշը, որը որ ունի գործող իշխանությունը, կրկնապատկելու է եւ մենք շնորհակալ ենք դրա համար։ Հեղաշրջման վտանգներ տեսնում եք Հայաստանում, թե ոչ բան։ Ես որևիցե մեկի կողմից հեղաշրջման վտանգ չեմ տեսնում, որովհետեւ ես վստահում եմ Հայաստանի Հանրապետության ժողովրդին։ Ես սա իմ համար ուղղակի խոսքեր չեն, ես դա կարող եմ ասել հենվելով փորձի վրա, որովհետեւ 2021-20 թվականից սկսած պատերազմի ավարտի օրվանից սկսված եւ երևի պատերազմի օրվանից սկսված Հայաստանի Հանրապետությունում իշխանություն փոխելու նպատակը տարբեր բևեռներից եւ տարբեր կողմերից եղել է գեր եւ կարեւոր նպատակ։ Ինչ է Փաշինյանը անցանկալի Ռուսաստանի համար։ Մոսկով ասաց, որ անցանկալի է։ Մեզ հակառակն են ասում։ Դա ինչ են ուզում իշխանապետը։ Մեզ հակառակն են ասում։ Մեր գործընկերները, մեզ հակառակն են ասում։ Ես չգիտեմ, ես պատասխանը չեմ տալիս։ Ես ասում եմ, մեզ հակառակն են ասում։ Եվ ասում Դե որովհետև տեսեք, նախ եւ առաջ շատ վատ օրինակ է պոստսովետական տարածքում ընտրված իշխանություն ունենալու տարբերակը։ Նման նախադեպերը շատ քիչ են, հա, պոստսովետական տարածքում եւ դա վատ օրինակ է։ Երկրորդը Հայաստանի Հանրապետությունը պատմական իրադարձությունների բերումով իր պետականության եւ իր անկախության աստիճանը բարձրացնելու ուղղությամբ հստակ քայլեր է անում եւ այդ բարձրացումը բնական է ոչ բոլորին է դուր գալիս, որտեղ Հայաստանը պետք է լինի միշտ կախված ինչ որ կենտրոնից, Հայաստանը պետք է միշտ ունենա մեծ եղբայր, որևիցե դեմքով Հայաստանը պետք է միշտ նայի, այդքան էլ ճիշտ։ Հայաստանը միշտ պետք է նայի եւ մտածի, որ եթե օրինակ այդ մեծ եղբայրը կամ այդ մեծ գերտերությունը չլինի, Հայաստանին կուտեն, կուլ կտան եւ Հայաստանը օտար է իր տարածաշրջանում եւ միայն իր գոյությամբ պարտական է այդ բանին։ Եվ այդ իրողությունը այսօր վերանում է, փառք Աստծո մեր ժողովուրդը ականջալուր է լինում այն ամենին, ինչ որ մենք բացաձայն ասում ենք եւ ինքն էլ մեզից լավ հաճախ գիտի դրա մասին եւ դա հաճելի տարբերակ չի, որովհետեւ կառավարելի չի այդքան Հայաստանը, ինչքան նախկինում էր։ Պետք է, չէ՞ որ Հայաստանը մակում, տարբեր տեղերում քվեարկի այն ձևով, որ ուզում են այս կամ այն պետությունները պաշտպանի շահեր, պաշտպանի պատերազմներ, պաշտպանի տարբեր իրականություններ, իսկ Հայաստանը ինքնուրույն է որոշում կայացնել, դա վատ է։